Նյու Յորքում ուժգին պայթյուն է եղել 20 հարկանի շենքում, տարհանումներ ու լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել։ Սկսել են ի հայտ գալ շաթդաունի հետևանքները։ Այսօրվա մեր հաղորդման ընթացքում շատ ենք խոսելու դրանց մասին, քանի որ երևույթը մեծ սպառնալիքներ է ներկայացնում ԱՄՆ-ի համար։ Դրանց լրջությունը կպատկերացնենք մոտակա 15 րոպեների ընթացքում։ Սպառնալիքի տակ է Միացյալ Նահանգների ամենահայտնի խորհրդանիշերից մեկը՝ ազատության արձանը։ Անհայտ ժամանակով զբոսաշրջիկների հոսքը կարող է դադարեցվի, իսկ պատճառների մասին կմանրամասնենք թողարկման ընթացքում։ Այսպիսով, ինչպես հասկացաք, այսօր հետաքրքիր հաղորդում է սպասվում, որի վերջում պատմելու եմ Ամերիկայի ամենափոքր նահանգի՝ Ռոդ Այլենդի մասին։ Նահանգը հարուստ է իր պատմությամբ, ինչպես նաև շքեղ առանձնատներով ու բազմաթիվ անսովոր օրենքներով։ Բարև ձեզ, ես Ալլա Դավթյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ։ Հիշեցնեմ, որ վաղվա մեր հաղորդման ընթացքում ներգաղթի վերաբերյալ կարևոր թարմացումները քննարկելու ենք մեր գործընկեր Թեհմին Ավագյանի հետ։ Այնպես որ բաց չթողնեք վաղվա հաղորդումը։ Անցնենք այսօրվա թեմաներին։ Նյու Յորքի Բրոնքս շրջանում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, 20 հարկանի շենքի մի պատը փլուզվել է։ Աղյուսներն ընկել են հարևան տների ու փողոցի վրա։ Բնակիչները պատմում են, որ նախ պայթյուն է լսվել, որից հետո վայրկյաններ անց պատը միանգամից փլուզվել է։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, շներ եւ անօդաչու սարքեր։ Այս պահին տուժածների մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն անվտանգության նկատառումներով հարևան շենքերի բնակիչները տարհանվել են։ Փլուզման հետևանքով վնասվել է նաեւ գետնի տակով անցնող խողովակները։ Քաղաքապետ Էրիկ Ադամսը քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ տարածքից, փրկարարծառայությունների աշխատանքը չխաթարելու համար։ Որպես պայթյունի հնարավոր պատճառ նշվում է կենցաղային գազի արտահոսքը, սակայն պաշտոնական հայտարարություններ այս մասով դեռևս չկան։ ԱՄՆ-ը Նորվեգիայում Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայել է ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ, որոնք նախատեսված են սուզանավերի որսի եւ հետախուզական գործողությունների համար։ Այդ ինքնաթիռների մի մասը Բալթիկ ծովում արդեն թռիչքներ են իրականացրել։ Ըստ բաց աղբյուրների, սեպտեմբերի 23-ին Օսլոյի օդանավակայանի ռազմական տերմինալում տեղակայված են եղել 2-ից 3 P-8 ինքնաթիռ։ Դրանցից մեկն ուղարկվել է Կալինինգրադի շրջան, որը ռուսական խոշոր ռազմաբազա է հանդիսանում եւ սահմանակից են ՆԱՏՕ-ի անդամներ Լեհաստանին ու Լիտվային։ Այս քայլը կապված է ինչպես Ռուսաստանի սպառնալիքների, այնպես էլ Բալթյան երկրներում էլեկտրալարերի ու գազատարների անվտանգությանը, Լեհաստանում, Դանիայում եւ Նորվեգիայում անօդաչուների կասկածելի ակտիվության հետ։ ԱՄՆ-ում սկսված նոր շաթդաունը էականորեն տարբերվում է նախորդներից։ Սա 7 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ կառավարությունը դադարեցնում է իր աշխատանքը։ Վերջին նման դեպքը գրանցվել է 2018-ին եւ կրկին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։ Ինչպես ընդգծում են փորձագետները, եթե նախկինում շաթդաունները դիտվում էին որպես ժամանակավոր քաղաքական բեմադրություն, ապա այս անգամ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Թրամփը հայտարարություն է տարածել այն մասին, որ չվճարվող արձակուրդում գտնվող պետական աշխատողները հնարավոր է այլևս չվերադառնան իրենց պաշտոնների։ Նման սցենարի դեպքում կխոցվի ոչ միայն աշխատաշուկան, այլ նաև ամբողջ տնտեսությունը, բերելով գործազրկության աճի եւ ծանր հետևանքների։ Շարունակենք ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ բացահայտումները։ Սենատում հերթական ձախողված քվեարկությունից հետո ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորման ճգնաժամը խորանում է։ Անցումային բանակցություններ, որոնք տեղի են ունենում նույնիսկ նիստերի դահլիճում, դեռ տեսանելի արդյունք չեն տալիս, իսկ շաթդաունից դուրս գալու հեռանկարը դեռևս անորոշ է։ Վարչական եւ բյուջետային վարչության տնօրենը հայտարարել է առաջիկա օրերին դաշնային աշխատողների զանգվածային կրճատումների մասին։ Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղարը, ընդգծելով, որ կրճատումները անխուսափելի են։ Հայտարարությունների ֆոնին աշխատակիցների միությունները դատական հայց են ներկայացրել, փորձելով կանխել կառավարության քայլերը։ Նրանք կատարվող իրադարձություններն աշխատանքային շուկայի հետ որակել են անօրինական ու անընդունելի սպառնալիք, քանի որ դուրս են գալիս պարտադիր վճարովի արձակուրդների սովորական շրջանակից։ Լոս Անջելեսի շրջանի համայնքները հայտնում են, որ շաթդաունը ուղիղ ազդեցություն չի ունենա բնակչության կյանքի որակի վրա։ Ոստիկանները, հրշեջները եւ շտապօգնությունը կշարունակեն իրենց ծառայությունը։ Փոստային ծառայությունները եւ դպրոցները կշարունակեն գործել։
Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակում որոշ գործընթացներ կարող են դանդաղել կամ ժամանակավորապես կանգ առնել։ Վարչության խոսնակ Փիթեր Կասպարովիչը հայտարարել է, որ փակման դեպքում չեն գործի կարիերայի խորհրդատվության եւ վերապատրաստման ծրագրերը, GI Bill թեժ գիծը չեն սպասարկվի վետերանների գերեզմանոցներ եւ կդադարեն որոշ այլ ծառայություններ։ Ազատության արձանի աշխատանքը սպառնալիքի տակ է։ Շատդաունով պայմանավորված դաշնային ֆինանսավորումը դադարեցվել է, իսկ հուշարձանը համարվում է ազգային արժեք եւ պահպանվում է հենց այդ միջոցներով։ Նյու Յորքի նահանգապետը հայտարարել է, որ նահանգը չի պատրաստվում վճարել դաշնային աշխատողների աշխատավարձերը եւ չի պատրաստվում լրացուցիչ գումար հատկացնել արձանի անխափան աշխատանքի համար։ Նա մեղադրել է հանրապետականներին բյուջետային բանակցությունները տապալելու մեջ։ Հիշեցնեմ, որ նախորդ շատդաունների ժամանակ նահանգապետ Էնդրյու Կուոմոն հատկացնում էր գումարներ տեղական բյուջեից, որպեսզի զբոսաշրջիկների հոսքը ազատության արձան չդադարեր։ Նշեմ նաեւ, որ Կուոմոն այսօր հանդիսանում է Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու։ Նյու Յորքի Բրոյթոն Բիչում բնակիչները ահազանգում են, որ իրենց շենքում տղամարդը թմրանյութեր է պատրաստում, վաճառում հենց շենքի շքամուտքում։ Բնակիչների խոսքով թմրամոլները բոլորի աչքի առաջ օգտագործում են նոր ձեռքբերված թմրանյութերը, իսկ ոստիկանությունը բազմաթիվ ահազանգերից հետո միևնույն է, ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Հարևանները պատմում են, որ վաճառողը պարծենում է, որ իրեն ոչ ոք չի կարող վնասել, քանի որ ուժեղ փաստաբաններ ունի։ Նրանց խոսքով թմրամոլները հարձակվել են հարևաններից մեկի վրա, նրան գցել սանդուղքից եւ նույնիսկ այդ ժամանակ ոստիկանությունը չի եկել դեպքի վայր։ Մարդիկ հուսահատված են եւ անհապաղ միջամտություն են պահանջում։ Թրամփը եւ մի շարք հանրապետականներ պնդում են, որ կառավարական շատդաունը դեմոկրատների պահանջների հետևանքն է։ Ըստ նրանց, դեմոկրատները պահանջում են ապօրինի ներգաղթյալներին հնարավորություն տալ անվճար բուժօգնություն ստանալու, սակայն փաստերը վկայում են, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Դեմոկրատները փորձում են նոր բյուջետային փաթեթում ներառել դրույթներ, որոնք կապահովեն առողջապահական ապահովագրության շարունակությունը միլիոնավոր ամերիկացիների համար։ Մասնավորապես առաջարկվում է երկարաձգել Obamacare-ի հարկային վարկերը եւ չեղարկել Medicaid ծրագրի կրճատումները։ Միևնույն ժամանակ օրենքով հստակ սահմանված է, որ ապօրինի մուտք գործած ներգաղթյալները չեն կարող օգտվել ոչ Medicaid-ից, ոչ էլ Affordable Care Act-ի ապահովագրությունից։ Առողջապահական ոլորտի փորձագետները շեշտում են, որ հիվանդանոցները փոխհատուցում են ստանում միայն արտակարգ բուժօգնության համար, եւ այդ ծախսերը կազմում են Medicaid-ի ընդհանուր ծախսերի 1%-ից էլ պակաս։ Այնուամենայնիվ, Թրամփը շարունակում է նույն պնդումները, հայտարարելով, թե շատդաունը անխուսափելի է, քանի որ դեմոկրատները ուզում են ապօրինի ներգաղթյալներին ապահովել ամենաբարձր մակարդակի առողջապահությամբ։ ԱՄՆ դաշնային կառավարությունը հայտնել է, որ պատրաստվում է վերականգնել Դաքա ծրագրի դիմումների ընդունումը։ Այս ծրագիրը պաշտպանում է որոշ անօրինական կարգավիճակով ներգաղթյալներին արտաքսումից եւ հնարավորություն է տալիս աշխատելու։ Նախագիծը ներկայացվել է Հյուսթոնում դաշնային դատավորին։ Համաձայն դրա USCIS-ը կարող է դիմումներ ընդունել ամբողջ երկրի տարածքում, սակայն առանձնահատուկ պայման է գործում Թեքսասում։ Այստեղ դիմորդները կարող են դիմել, բայց աշխատանքի թույլտվություն ստանալ չեն կարողանա։ Դաքա ծրագիրը ստեղծվել է Օբամայի օրոք եւ նախատեսվում է 2 տարվա վերականգնվող պաշտպանություն այն երիտասարդների համար, ովքեր ԱՄՆ են եկել անչափահաս տարիքում։ Դիմելու իրավունք ունեն նրանք, ովքեր երկիր են մուտք գործել մինչև 16 տարեկանը, 2012-ի հունիսի 15-ին դեռ չեն լրացրել 31 տարին եւ չունեն ծանր դատվածություն։ Ծրագիրը իրավական կարգավիճակ չի տրամադրում։ Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։ Disney-ի շուրջ սկանդալը ծանր հետևանքներ ունեցավ։ 6 օրում Disney Plus-ը, Hulu-ն եւ ESPN-ը կորցրին 1.7 միլիոն բաժանորդ։ Disney-ի շուրջ սկանդալը սկսվեց այն ժամանակ, երբ ընկերությունը եթերից հեռացրեց Ջիմի Քիմելին, նրա սուր քաղաքական սատիրայի եւ արտահայտությունների պատճառով, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց հանրության շրջանում։ Ջիմի Քիմելի վերադարձ ավելացրեց 6.5 միլիոն դիտող, բայց 2 օրում վարկանիշը նվազեց 64%-ով։ Ըստ վերջին տվյալների, Նյու Յորքի գրասենյակային տարածքների շուկան վերականգնվում է։ Թափուր տարածքների թիվը իջել է մինչև 14.8%, հասնելով վերջին 5 տարվա ամենացածր ցուցանիշին։ Էլիտար շենքերում այս թիվը գրեթե պատմական նվազագույնի է հասել, ընդամենը 7.6%։ Վարձակալության ծավալները նույնպես աճել են։ Երրորդ եռամսյակում գրանցվել է շուրջ 6 միլիոն քառակուսի մետր տարածքի գործարք, իսկ տարվա կտրվածքով 21.7 միլիոն քառակուսի մետր, ինչը 7%-ով բարձր է նախորդ տարվա համեմատ։
Թրամփը հայտարարել է Հարվարդի հետ նախնական պայմանավորվածության մասին, ըստ որի համալսարանը կտրամադրի շուրջ $500 միլիոն եւ կպատրաստի պրոֆեսիոնալ ուսումնարաններ AI-ի եւ շարժիչների տեխնոլոգիաները զարգացնելու համար։ Այս քայլի դիմաց Սպիտակ տունը կվերացնի համալսարանի համար սառեցված $2.7 միլիարդ դաշնային գրանտների արգելքը։ Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը, ում կարողությունը հասել է շուրջ $500 միլիարդ։ Նրա հարստության հիմնական մասը կապված է Տեսլայի բաժնետոմսերի հետ, որոնք այս տարի աճել են ավելի քան 14%։ Քաղաքականությունը թողնելու մյուս օրը Մասկի հայտարարություններից հետո բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մոտ 4%-ով, ինչի արդյունքում նրա կարողությունը մեկ օրում ավելացավ $9.3 միլիարդ։ Այս աճը ոչ միայն ամրապնդեց Տեսլայի դիրքերը որպես ավտոարտադրող, այլև ընդգծեց ընկերության նշանակալի դերը արհեստական բանականության եւ ռոբոտատեխնիկայի ոլորտներում։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Հյուսիսային Կարոլինայի Սաութպորթ քաղաքում գտնվող հայտնի բարում նավակից կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է 3 մարդ, եւս 5-ը վիրավորվել են։ Ոստիկանները հայտնել են, որ կրակողը նախկինում ծառայել է ԱՄՆ ծովային հետևակում։ Զինված է եղել հատուկ ինքնաձիգով, ունեցել է նաև ատրճանակ։ Հանցագործը ձերբակալվել է դատարանի որոշմամբ, կալանավորվել է առանց գրավի։ Դատախազների խոսքով տղամարդը ծառայության ընթացքում վնասվածքներ է ստացել, որից հետո առաջացել են հոգեկան խնդիրներ, սակայն նախկինում նրա առողջական վիճակը նման հանցագործության վտանգ չի ենթադրել։ Միջադեպի հանգամանքները դեռ պարզվում են։ Լոս Անջելեսում պաշտոնապես մեկնարկել է Convention Center-ի ընդլայնման եւ արդիականացման ծրագիրը, որի արժեքը գնահատվում է $2.6 միլիարդ։ Քաղաքային իշխանությունների խոսքով այս ներդրումը կխթանի դաունթաունի տնտեսության զարգացմանը, կներգրավի միջազգային միջոցառումներ եւ կօգնի պատրաստվել 2028 թվականի օլիմպիական խաղերին։ Միջոցառմանը, որին ներկա էին քաղաքապետ Կարեն Բասը, քաղաքային խորհրդի անդամներ, նահանգային օրենսդիրներ եւ շինարարական գործընկերներ, հայտարարվեց, որ նախագիծը կավելացնի մոտ 190,000 քառակուսի մետր ցուցասրահ, միավորելով South and West սրահները, ինչպես նաեւ կկառուցվի 98,000 քառակուսի մետր տարածքով հանդիսությունների դահլիճ։ Կատարված վերլուծությունների համաձայն ծրագիրը կստեղծի ավելի քան 15,000 աշխատատեղ եւ հաջորդ 30 տարում կբերի շուրջ $652 միլիոն հարկային եկամուտ։ Ինչպես նաև կգեներացնի տարեկան $150 միլիոն լրացուցիչ զբոսաշրջային ծախսեր։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028-ի գարնանը օլիմպիական խաղերից առաջ, իսկ վերջնական ավարտը սպասվում է 2029-ին։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությանը քաղաքացիներին զենք կրելու լիցենզիաների տրամադրումը միտումնավոր ձգձգելու համար։ Հայցը ներկայացվել է այս շաբաթ Լոս Անջելեսում։ Ըստ նախարարության դիմումների ուսումնասիրությունը միջինում տևում է 9 ամիս, իսկ որոշ քաղաքացիներ ստիպված են հարցազրույցին սպասել ավելի քան 2 տարի։ Մեղադրող կողմի բնորոշմամբ գործընթացը գիտակցված ուշացում է, ինչը սահմանափակում է ամերիկացիների սահմանադրական իրավունքները ամրագրված երկրորդ փոփոխությամբ։ Գլխավոր դատախազը նշել է, որ զենք կրելու իրավունքը պաշտպանված է սահմանադրությամբ, եւ տեղական իշխանությունները չեն կարող խախտել այն։ Վարչությունից արձագանքել են, որ հարգում են երկրորդ փոփոխությունը, բայց լիցենզիաների ուշացման պատճառը պայմանավորված է կադրային լուրջ պակասով։ Նյու Յորքի երկու խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորումը ընդհանուր $18 միլիարդ չափով սառեցված է։ Խոսքը վերաբերվում է Hudson գետի տակ նոր երկաթուղային թունելի կառուցմանը եւ Second Avenue Subway-ի ընդլայնմանը։ Սպիտակ տան այս որոշումը կապված է դաշնային կառավարության շաթդաունով։ Տրանսպորտի նախարարությունը նախկինում հաստատել էր, որ նախագծերում ստուգումներ են ընթանում, սակայն շաթդաունի պատճառով այն դադարեցվել է, քանի որ ստուգող անձնակազմը հարկադիր արձակուրդի է ուղարկվել։ Վաշինգտոնից հայտարարում են, որ Դոնալդ Թրամփի 16 նահանգներում $8 միլիարդ կլիմայական ծրագրերի չեղարկման մասին որոշումը ընդունվել է կառավարության շաթդաունի մեկնարկից հետո եւ պայմանավորված է բյուջետային կրճատումներով։ Միևնույն ժամանակ վարչական եւ բյուջետային վարչության ղեկավար Ռաս Վոութը սոցցանցերում հաղորդագրություն է տարածել, ընդգծելով, որ գումարները աջակցում էին ձախերի կլիմայական օրակարգին եւ դրանք անվանել է Green New Scam։ Կրճատումներից տուժած 16 նահանգները 2024-ի ընտրություններում աջակցել էին Քամալա Հարիսին եւ ունեն դեմոկրատական ներկայացուցչություն Սենատում։ Դրանցից 14-ը ղեկավարում են դեմոկրատ նահանգապետեր, իսկ Նյու Հեմփշիրն ու Վերմոնտը հանրապետականներ։ Հարկ է նշել, որ չեղարկված ծրագրերը ուղղված էին կանաչ էներգիայի եւ ենթակառուցվածքների լայնածավալ նախաձեռնություններին։
Ուշագրավ է, որ շատդաունի առաջին իսկ օրը ֆոնդային շուկաները փակվեցին աճով, ընդգծելով ներդրողների վստահությունը չնայած տնտեսության լրջագույն խնդիրներին։ Dow Jones-ը բարձրացավ 43 կետով 0.09%, S&P-ն 500 0.34-ով, իսկ տեխնոլոգիական Nasdaq-ը 0.42%-ով։ Սրան զուգահեռ Dow-ն ու S&P 500-ը հասան պատմականորեն բարձր մակարդակների։ Փորձագետները նշում են, որ շուկան շարունակում է կայուն մնալ, բայց շատդաունի պայմաններում տնտեսությունը ծանր օրեր է ապրում։ Աշխատանքային շուկայի դանդաղումը ուժեղացնում է ռեցեսիայի վախերը, իսկ գնաճը շարունակում է առաջնային խնդիր մնալ։ Իլոն Մասկը հայտարարել է, որ իր XAI ընկերությունը պատրաստվում է ստեղծել նոր թվային հանրագիտարան՝ Grokeypedia-ն, որը հասանելի է լինելու բոլորի համար։ Նրա խոսքով այս նախագիծը շատ ավելի լավ տարբերակ կլինի, քան Wikipedia-ն, որը ըստ Մասկի տառապում է ձախակողմյան կողմնակալությամբ։ Մասկը կոչ է արել միանալ նախաձեռնությանը եւ օգնել կառուցել նոր գիտելիքների շտեմարան առանց որևէ սահմանափակման։ Նա ընդգծել է, որ Grokeypedia-ն հավակնում է դառնալ հանրային ազատաղբյուր, որտեղ բոլոր օգտատերերը հնարավորություն կունենան իրենց ներդրումը անել։ Մասկի հակասությունները Wikipedia-ի հետ նոր չեն։ Նա նախկինում էլ պնդում էր, որ հարթակը դարձել է քարոզչական գործիք։ 2023-ին նույնիսկ առաջարկել էր գնել այն $1 միլիարդ, պահանջելով վերանվանվել Wikipedia։ Rhode Island-ն Ամերիկայի ամենափոքր նահանգն է, ընդամենը 4000 քառակուսի կիլոմետր տարածքով, բայց իր առանձնահատկությամբ գերազանցում է մեծ նահանգներին։ Նահանգի մայրաքաղաք Պրովիդենսը հայտնի է իր համալսարաններով, արվեստային կյանքով եւ նորարարություններով։ Չնայած փոքր տարածքին Rhode Island-ը ամենախիտ բնակեցված նահանգներից մեկն է։ Նահանգը կոչում են նաև Ocean State։ Այս նահանգը առանձնահատուկ տեղ ունի ամերիկյան պատմության մեջ։ Հենց այստեղ Նյուպորտում է ստորագրվել Ամերիկայի անկախության հռչակագիրը, վավերացնող առաջին պայմաններից մեկը։ Rhode Island-ը հայտնի է նաև իր կրոնական ազատությամբ։ Դեռևս 1600-ականներին այն ընդունեց բոլոր համայնքներին, հրեաներից մինչև բապտիստներ։ Նյուպորտի Տուրոյի սինագոգը համարվում է Ամերիկայի ամենահին գործող հրեական տաճարը։ Բացի այդ, նահանգում գործում է Brown University-ն, Harvard-ի եւ Yale-ի կողքին Ամերիկայի ամենահին ու հեղինակավոր համալսարաններից մեկը։ Տուրիստների համար Rhode Island-ը հրաշալի վայր է։ Vanderbilt-ի եւ Astor-ի ընտանիքներին պատկանող Նյուպորտի փառահեղ առանձնատների դռները բաց են այցելուների համար։ Այդ շքի հեղապարանքները հաճախ համեմատում են եվրոպական պալատների հետ, իսկ նահանգի խոհանոցը հայտնի է ծովամթերքով։ Այստեղի clam chowder-ը եւ տապակած կալմարը համարվում են լավագույնը ամբողջ Ամերիկայում։ Ամռանն այստեղ անցկացվում է Providence-ի Waterfire փառատոնը, գետում հարյուրավոր կրակներ են վառվում, ինչն այն դարձնում է երկրի ամենայուրահատուկ միջոցառումը։ Իդեպ այն հայտնի է նաև անսովոր օրենքներով։ Օրինակ, վարորդը մեկ անգամից ավելի իրավունք չունի բղավել հեծանվորդի վրա։ Մեկ այլ օրենքով կիրակի օրերին տապակած պուդինգ վաճառելն արգելված է։ Քաղաքական առումով Rhode Island-ը համարվում է խիստ դեմոկրատական նահանգ։ Ընտրություններում գրեթե միշտ հաղթում են դեմոկրատները։ Նահանգն ունի ձախակողմյան քաղաքական մշակույթ, աջակցություն առողջապահությանը, կրթությանը եւ էկոլոգիային։ Միևնույն ժամանակ Rhode Island-ը զարգացնում է փոքր ձեռնարկություններն ու տուրիզմը, պահպանելով իր բիզնես գրավչությունը։ Հետաքրքրականն այն է, որ չնայած փոքր չափերին նահանգն ունի բավականին մեծ հայկական համայնք։ Այստեղ գործում է հայկական եկեղեցի եւ մշակութային կենտրոն, որտեղ ամեն տարի կազմակերպվում են փառատոներ, հայկական խոհանոցի օրեր ու ազգային տոնական միջոցառումներ։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ հիշեցնել, որ վաղվա մեր հաղորդման ընթացքում զրուցելու ենք ներգաղթի իրավաբանի հետ, ով ներկայացնելու է այս շաբաթվա ներգաղթին վերաբերող կարևոր թարմացումները։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը, ինչպես միշտ, 5:30-ին։ Ցտեսություն։